Մենք մութ ու ցուրտ տարիներին մոմի լույսի տակ դաս սովորած, գիշերները ականի սուլոցներից գլուխը բարձի տակ թաղած այսօր արդեն երիտասարդներս, մենք մեր հայրենիքի համար անկախություն կերտողների զավակներս, ահազանգում ենք։ Սա այն Հայաստանը չէ եւ չի էլ նմանվում նրան, որ մեզ խոստացել եւ խոստանում եք ժառանգություն թողնել։ Մենք ուզում ենք հայրենիք, որտեղ մարդու եւ քաղաքացու իրավունքները արժեվորվում եւ գնահատվում են, որտեղ մարդը նրա արժանապատվությունը, իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են։ Մենք պահանջում ենք հայրենիք, որտեղ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, որտեղ օրենքներն են բարձր ամենից ու ամենքից։ Civitas հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ հետապնդումները վկայում են Հայաստանում ժողովրդավարության տկարության եւ դրա ել ավելի թուլացման մասին։ Այս գործը առաջին նախադեպը չէ, այն մեր երկրում տիրող անպատժելիության եւ ամենաթողության հերթական դրսևորումն է։ Սա երկրում իրավական, քաղաքական եւ բոլոր ոլորտների անառողջության դրսևորումն է։ Սահմանադրությամբ ժողովրդավար, իրականում ժողովրդավարությունից ավելի ու ավելի հեռացող Հայաստանում այսօր խեղդվում է ցանկացած տեսակի մրցակցություն, տնտեսականից մինչև քաղաքական։ Խոսքի ազատությունը սահմանադրությամբ ամրագրած Հայաստանում մարդիկ եւ կառույցները հետապնդվում են սեփական կարծիքն արտահայտելու եւ քննադատելու համար։ Մենք մեր անհանդուրժողականությունն ենք հայտնում ամենաթողության հանդեպ։ Մենք եւ մեր կոչին տասնյակ երկրներից միացած հազարավոր մարդիկ պահանջում ենք դադարեցնել քաղաքական ճնշումները Civitas հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ։ Մենք պահանջում ենք Civitas-ին եւ Օսկանյանին առնչվող գործի արդար հանգուցալուծում։ Մենք արդարություն ու արդարադատություն ենք պահանջում մեր երկրում։